Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Իսկ այդ 4.6 հեկտարը ո՞ր մաս։ 4.6 հեկտարը, երբ որ նայում ենք ուղիղ կասկադին, աջ հատվածում է գտնվում։ Չէ, ազատ տարածք։ Այո։ Պարոն Ավինյան, այսօր մետրոյին ինչ էր տեղի ունեցել, գլոբալներ էր շրջանառվում, որ կես ժամ գնաց կկանգնել գնացքներից մեկը արգելակման համակարգի հետ կապված որոշակի խնդիր է արձանագրել եւ այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե, եթե չեմ սխալվում, ունեցել ենք խնդիր մետրոպոլիտենում, բայց արդեն իսկ գնացքը վերանորոգման է եւ խնդիրը լուծված է։ Եվ պարոն Ավինյան, ընդհանուր տրանսպորտից բարեփոխումների հետ կապված ինչ կասեք, ասում են, որ տրոլեյբուսներ, ավտոբուսներ են բերվելու, ինչ եղավ, գործընթացը կանգնած է։ Գործընթացը բացարձակապես կանգնած չէ, վերջին 3 տարվա ընթացքում ահռելի ծավալի ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ ենք ներմուծել, ու ասեմ ավելին, այսօր հենց հիմա Երևանի ավականու նիստում քննարկվում է եւս 45 տրոլեյբուսների ֆինանսավորման հարցը բյուջեում նախատեսելու, եւ այդ ֆինանսավորումը տրված է կառավարության կողմից անձամբ վարչապետի հանձնարարականով։ Եվ ասում են ինչու այդ որ այդքան հարկերը հավաքում են դրանից չեն առնել կառավարության բյուջեից են տալիս, եք բացառում։ Այո, վստահորեն կարող եմ, իրականում վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ հենց Երևան քաղաքը փաստացի պետական բյուջեի ֆինանսավորման տեսանկյունից թեր ֆինանսավորվողն է եւ այս պայմանությամբ ակտիվ քննարկումներ են գնում ընդհանուր բոլոր եւ սա միայն Երևանին իհարկե չի վերաբերվում, բայց Երևանին առանձնահատուկ կերպով ֆինանսական առումով Երևանը ինքը իր սեփական եկամուտները վերջին 3 տարիների ընթացքում փաստացի եռապատկել է, իսկ շարունակաբար կառավարության կողմից տրվող ֆինանսավորումը, պլանավորված տրվող ֆինանսավորումը նվազել է եւ նմանատիպ որոշումներով կարծում եմ նաեւ որոշակի բալանսավորում է իրականացվում, ինչեւ որ ինստիտուցիոնալ ավարտական լուծումներն ունենալ են։ Եվ պարոն Ավինյան, Երևանի Երևան տոնակատարության համար ընդհանուր որքան գումար է ծախսվել, կարող եք Երևանի Երևանի համար կարծում եմ մենք ծախսել ենք մոտավորապես թիվը հստակ չեմ կարողանա ասել, բայց մոտավորապես նախորդ տարվա թվերից մի փոքր ավելին գումար եւ երբ որ ամբողջացնենք ամբողջ բացվածքով կտրամադրենք բոլոր լրատվականներին։ Եվ մրցույթների մասին, եթե հնարավոր է Նվարաշենի աղբավայրում նոր վերամշակման գործարանի պարբերաբար հայտարարվում է, բայց այդպես է մրցույթը չի հայտարարվում ու մասնակիցները մտահոգություն են հայտնում, որ ամեն դեպքում հնարավոր չի գործարկել տեսակավորման գործարան, երբ առաջնահերթ տեսակավորում չի լինում, ձևական մի քանի աղբավայր կան տարբեր փողոցներում, բայց դրանք բավական չեն, մարդկանց մոտ այդ չկա, մշակույթը ձևավորված տեսակավորում։ Շատ լավ, Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ երբ խոսում ենք, ամենաառաջին արձանագրումը, որ պետք է անենք, Երևան քաղաքը ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի։ Այսինքն 75 տարվա խնդրի լուծման մասին ես վստահ եմ նույնիսկ խորհրդային միության տարիներին ինչ որ խոսակցություններ եղել են, որ ինչ որ լուծումներ պետքա գտնենք եւ փնտրենք եւ գտնենք, բայց չեն արվել։ Մենք ինչ ենք անում հիմա։ Մենք զուգահեռ 3 ուղղությամբ ենք շարժվում։ Առաջին ուղղությունը մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետեւյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու կառավարելու մեջ, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք եւ կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։ Երկրորդ process-ը, որ իրականացնում ենք, տարածքային կառավարման նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել
կրկին նույն նպատակի համար եւ մենք շեշտել ենք որ ճանապարհով որ ավելի արագ եւ արդյունավետ կհասնենք լուծմանը մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք եւ երրորդ խնդիրը որը դրվել է նաեւ գործընկերների առջեւ այն է որ Նուբարաշենի աղբավայրի եղած աղբավայրի որոշակի այսպես ասած վերամշակման նախնական վերամշակման process-ի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք։ Պարոն Ավինյան, եւ դուք իրավաբաններին եք զինվել հրդեհի հետ կապված, ինչ նորություն կարող եք ասել, ով էր դիտավորյալը։ Ես գիտեմ, որ process-ը ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են, ուզում եմ ասել նաեւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար 3 process է տեղի ունեցել։ Առաջինը աղբավայրի կառավարումը մեկ մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը չեղարկել է այդ կառավարման բանը, պայմանագիրը եւ վերցրել է կառավարումը իր ձեռքը։ Երկրորդ, երկու օր առաջ միջադեպից որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ որ բան է տեղի ունենալու եւ երրորդ ընդհանուր առմամբ իհարկե անմեղության կանխավարկածը միշտ պետքա հիշենք, պահենք եւ պահպանենք, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ընդհանուր առմամբ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի եւ բավական խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում։ Բայց այն գործողներ իրավացի մարդիկ։ Այո, կան, վստահորեն կան։ Ան քաղաքապետ մի հարցեր է, ճապոնական ընկերություն կա ժամանակ, որ 10 քանի ընկերություն կա ճապոնական, որը եկա մասնակի ներդրեց, հիմա գնաց, այդ գործերը ինչ է, ինչ կա, բացահայտել ինչ գնաց, ով խոչընդոտ է գործել, արհեստական խոչընդոտների։ Ճապոնական ընկերության արված աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել ինքը իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր եւ դա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Շատ կարևոր օրինակ է, բայց ամեն դեպքում այդ մանրամասները թե ինչի գնաց, ինչի չեղավ եւ մնացյալը ես կդժվարանամ։ Դե տեսեք, ես որ ասում եմ, որպեսզի հասկանանք այս աղբի, այսպես ասած, չգիտեմ ինչ կոչեմ դա, բայց ամեն դեպքում այնտեղ ունեցել ենք process-ներ, որոնք որ ենթադրում են որոշակի ֆինանս են գեներացրել եւ այդտեղ շահեր են եղել եւ այլն եւ հիմա մենք ուզում ենք այդ ամբողջը ոչ թե ուզում ենք, այլ հիմա մաքրել ենք եւ բերում ենք օրինական դաշտ։ Պարոն Ավինյանի, երեք եւ այս օրերին շարունակում են խոսակցություններ ազգային ժողովում այն մասին, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի խնդիր կան եւ մեծապես մեղավորություն Երևանի քաղաքապետարանը, որ աջուձախ Երևանի քաղաքապետարանը հայտնի որ աջուձախ շինությունները բացել հարցը բազմաբնակարար շենքերի հաշվի չառնելով ենթակառուցվածքների պատվաստ անմիջական լինելու դեր մեղրեցնում կամ քաղաքապետարանի մեղրեցնում է։ Ես կարող եմ ասել հետեւյալը. Վերջին 3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ահռելի մասշտաբի չերևացող ենթակառուցվածքների կառուցում ամբողջ քաղաքում։ Դա լինի ջուր, դա լինի գազ, դա լինի էլեկտրականություն, թե դա լինի ինտերնետ։ Եվ երբ որ ասում եմ ահռելի, դա իրապես ահռելի մասշտաբների։ Այս աշխատանքը իրականացրել ենք մենք, իհարկե մեր գործընկերների նաև ներգրավմամբ, կառուցապատողների միության ներգրավմամբ, Հայրուց գազարտի, էլեկտրացանցերի, վիոլաջրի եւ մնացյալ բոլոր գործընկերների, եւ եթե խոսվում է Երևանի քաղաքապետարանի որևէ մեղավորության մասին, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետարանը նորից երևի շեշտեմ խորհրդային միության տարիների հետո երևի թե ամենամասշտաբային ծրագիրն է իրականացրել ենթակառուցվածքների ավելացման մասով։ Սա մեկ։ Երկրորդը, Երևանի քաղաքապետարանը այսօր շինթույլտվությունները նամանավանդ խոշոր համալիր կոմպլեքսների տալիս է մի ձևով, դա ճարտարապետական խորհրդի հաստատմամբ։
5 ճարտարապետներ են, իրենց ոլորտի մասնագետներ, ամեն 6 ամիսը մեկ ճարտարապետներից մեկը փոխարինվում է մեկ այլ ճարտարապետով, որ դեպքում ճարտարապետական խորհուրդը խոշոր համալիրների մասին եմ խոսում 4-րդ ռիսկայնության, այսինքն բազմաբնակարան շենքեր եւ համալիրներ։ Ճարտարապետական խորհուրդը որ դեպքում իր մասնագիտական ուսումնասիրության արդյունքում տալիս է դրական եզրակացություն, դա նշանակում է դրական եզրակացություն, որ դեպքում չի տալիս, դա նշանակում է բացասական եզրակացություն եւ մենք դա չենք տալիս։ Ասեմ ավելին, Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարվա ընթացքում ներմուծել է турքեր ճարտարապետահատակագծային արժադրանքների համար, որովհետև նախկինում ուղղակի տենց նախ կոռուպցիոն շատ մեծ ռիսկեր էր պարունակում, այդ ուղղակի այսպես ասած այդ թույլտվությունները տալը ճարտարապետական հատակագծային իրավունքի տրամադրման համար եւ նաեւ շինթույլտվության համար, երկուսի համար էլ նախորդ տարի միայն 24 միլիարդ դրամ գումար ենք հավաքել Երևանի քաղաքապետարանը։ Դրանից առաջ 21 թվականին, 20 թվականին, 22 թվականին այդ տողով հավաքվում էր 0 դրամ։ Պարոն Աբինյան, եթե դուք նախ նորքի հետ կապված ծեծ կրտուքը, որ շինթույլտվության հետ էր կապված շուկային, չափոյանն քաղաքապետարանի ծնվում է, որ ապօրինի է, բայց ինչպես է շարունակում շինարարական աշխատանքները եւ երկրորդ անիվի հետ կապված ձեր առնչությունը մասնագետները քաղաքասարությունից ասում են, որ ձեր առնչությունն պետք է դիմի հայ կոռուպցիոն սկանդալի դրան ինչպես է քաղաքապետարանը։ Ես նոր նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը 7 անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը եւ վստահորեն նաեւ Երևանի թիմ նոր օրենքով ստեղծված լիազորությունների շրջանակում գործելու է համապատասխանաբար, այսինքն շինարարություն հիմա որպես այդպիսին շինարարություն չի իրականացվում, այսինքն նման process ես ինչքան գիտեմ այնտեղ չի իրականացվում շինարարություն։ Այլ հարց է, որ սեփական տարածքում, որտեղ տեղեր կա, որ մենք չենք կարող մուտք գործել, հատվածներ կա, որ մենք իրավունք չունենք, բայց երթիմի փոփոխությունից հետո այդ խնդիրն ենք լուծելու։ Ինչ վերաբերում է անիվին, գիտեք, ես թվեր եմ հրապարակել 3 ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ կոնկրետ ֆինանսական թվեր, այդ քաղաքասարակության ներկայացուցիչներից որևէ մեկը, ներառյալ հետաքննական լրատվականները, թվերին անդրադարձ չկա, 0 անդրադարձ կա իմ բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ եմ արել ու հարցեր եմ բարձրաձայնել ու հարցականի տակ եմ դրել այդ ամբողջ այդ բանի թեզերի հեղինակների թեզերն եմ հարցականի տակ դրել։ Դրան անդրադարձ չկա, ինչ որ տենց գիտեք անցյալ, ասենք կնոջ ընկերուհին բաներ, իրանք ասենք 7 ամիս առաջ չէին ծանոթացել 1 տարի 3 ամիս առաջ չէին անլուրջ, գիտեք ես երբ որ այո հարցակնվել եմ ամբողջ տվյալները եւ տեղեկատվությունը տվել եմ, գիտեք ես ուզում եմ մենք բոլորս մեր աշխատանքը հարգենք։ Ես ուզում եմ, որ եթե որևէ մի լրատվական իրեն փաթեթավորում է որպես հետաքննական, իրապես զբաղվի հետաքննությամբ։